Հիմնականում աղջիկի ամենաթույլ տեղերից մեկը այդ մազերն է, որը ես չունեմ, հեշտ կարում ես կառավարես գլուխը։ Եվ շատ դեպքեր կան, որ աղջիկի մազերից բռնելով գցում են գետնին։ Մենք սովորացնում ենք նաև այս իրավիճակում արագ ինչ որոշում կայացնի աղջիկը, որ կարողանա պաշտպանվի։ Ընդամենը մի քանի պարապմունքից երեխայի մոտ այդ փոխվեց ինքնագնահատական։ Բոքսը ինքնավստահ զգալու, ուժեղ զգալու միջոց է։ Հայաստանը որպես բավականին երկրներում ճամփորդած մարդ համարում եմ ապահով երկիր, բայց ամեն դեպքում ցանկացած մարդ, աղջիկ, կին, կարևոր չի իրը կողքին կա տղամարդ թե չէ, կարծում եմ պետք է ունենա ֆիզիկական պատրաստվածություն ցանկացած իրավիճակում ինքնավստահ իրեն զգալու համար։ Ստոպ ես տալի ու ասում ես հետ գնա։ Նույն հոգեբանական առումով։ Նույն ձև չպետք է թողես, որ քո այդ այն կատակները անեն կամ այն ձև վերաբերվեն, որը դու չես ուզում։ Դուք իրենց սովորեցրել եք այդ ֆիզիկական ստոպը, որ հետո իրենք հոգեբանական ավելի ինքնավստահ են դառնում, ավելի կայուն են դառնում։